3 տարի առաջ այս օրը սկսվեց գույժով, գիշերը հրդեհվել էր Ազատ գյուղի զինվորական կացարանը, 15 զինծառայողի մարմինն ու զորամասը մոխրակույտի էին վերածվել։ Ժամեր անց կառավարության հերթական նիստին վարչապետը մանրամասներ ներկայացրեց հրեշավոր դեպքից, պատմեց հրդեհի ճիրաններում հայտնված զինծառայողների գործողությունները։ 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ։ Մեղադրանքի հիմքում հենց այս վարկածն է, սրանից զատ ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանը այլ վարկած չի քննարկում, այնինչ ծնողներն ու պաշտպանը կատարվածի այլ տարբերակներ ունեն։ Դիվերսիայի վարկածը առաջ քաշեցինք, բացառում են։ Այս գործի մեջ ես ցանկացած վարկածի կարամ հավատամ բարձի պաշտոնական վարկածից։ Զինվորական կացարանում զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը դիվերսիոն հարձակման հավանականությունը չի բացառում, ունի իր հիմնավորումները։ Այն ովքեր սաղ են մնացել, այդ բային այդտեղ չեն եղել։ Ներսում եղել են 15 զինվորները, ովքեր զոհվել են, դրսում էլ եղել է կառաուլը, ով շատ այրվածքներ ստացած իր մեր տղեկի ծառայող ընկերն է։ Իմ տղայից է կառաուլը ընդունել, ժամը 12:25 րոպե սմենափոխն է եղել այնտեղ, կառաուլը ինքը ընդունել է, իմ տղան գնացել է ներս։ Հավանաբար դիվերսիան նրան դուրս ինչ-որ ձևով վնասազերծել է, մտել է ներս ինչ-որ բան գցել տղեկին, ասենց ասեմ, գլուշի տար է։ Կառավարության նիստին պաշտոնական վարկածը շրջանառելով հենց առաջին օրը Փաշինյանը փակեց գործը, ասում է Նորայր Նորիկյանը։ Կառավարությունը այդ օրը Նիկոլ Փաշինյանը վերածել էր արտակարգ դատարանի, իսկ քիչ թե շատ իրազեկ մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում արտակարգ դատարան։ Արտակարգ դատարաններ ստեղծվել են Ստալինի օրոք։ Այդ նիստում որոշվել է ով է մեղավոր, ով է անմեղ, ով պետք է պատասխան տա, ով պետք է պատասխան չտա։ Ողբերգական դեպքի վերաբերյալ պաշտպանն ու ծնողները բազմաթիվ հարցեր ունեն նաև վարչապետին ու պաշտպանության նախարարին։ Համապատասխան փուլում մենք միջնորդություն ենք ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նույնպես դատակոչելու եւ հարցաքննելու համար։ Օրեր առաջ պատասխանելով լրագրողների հարցերին, պաշտպանության նախարարն ասաց, որ չի ցանկանում կարծիք հայտնել ողբերգական դեպքի մասին, որպեսզի իր կարծիքը չդիտվի որպես ուղղորդում, նշեց, որ իր խղճի առաջ մաքուր է ու արդար։ Չեմ պատրաստվում դատավարության շրջանում եւս մի անգամ հայտնվել թիրախում ու դատավարությունը կամ քրեական վարույթը ինչ որ կերպ, ինչ որ ուղղությամբ տանելու մեղադրանքի կենտրոնում հայտնվել։ Գործը նոր չի, որ պետք է ուղղորդվի, այդ գործը առաջի օրը արդեն վարչապետը ուղղորդել է, թե որ ուղղությամբ պետք է գնա ու տենց էլ գնում է։ Սենց մի հատ արտահայտություն արեց, ասում է, ես իմ խղճի առաջ մաքուր եմ, քո գերատեսչությունում նման դեպք է տեղի ունեցել, ու դու այսօր ելում կանգնում ասում ես, ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Ինչով ես խղճիդ առաջ մաքուր, որ այդ երեխեքի համար ինչ էիր արել, ինչ պայմաններ էիր ստեղծել, որտեղ էիր պահում այդ երեխեքին, ինչ իրավունք ուներ այդտեղ պահեիր։ Զոհված զինծառայողի ծնողին զայրացրել է նախարարի մեկ այլ արտահայտություն։ Եթե կհաստատի այն նախնական վարկածը, որ եղել է, դրա հետ նույնպես հաշվի կնստենք ու նաև դա դաս կլինի մեզ հետագայում սրանցից այս նման դեպքերից խուսափելու համար։ Մեր երեխեքի կյանքի հաշվին դու պետք է դասեր քաղես։ Պետք է նմանատիպ դեպքեր լինեն, նոր դու հասկանաս, որ պետք է ինչ-որ մի այլ կերպ վարվես, որ նման դեպքեր չլինեն։ Եթե դու եկել ես այդտեպի մարդկանց կյանքերի հաշվին ինչ-որ դասեր քաղես, դու ինչ գործ ունես այդտեղ։ Կամ այդ քո ասածով դու առնվազն ընդունում ես, որ այդտեղ ձեր մեղքի բաժինը կա, ձեր մեղավորությունը կա, այսինքն եթե մյուս անգամ այլ կերպ վարվեք, նման դեպքեր չի լինի, այդ դեպքում դու ինչի մեղադրյալների աթոռին չես։ Գործով 5 մեղադրյալ կա, գլխավոր եւ առանցքային մեղադրյալը կապիտան Եղիշե Հակոբյանն է։ Տեսանեկարահանդող սարքերը որոշ ժամանակ անջատել ես ցուցմունքը տամ մետով նորից է դու միացնեք։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտնեց, որ կապիտան Հակոբյանը անցած տարի ցանկացել էր կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ իր հետ։ Հանդիպումը կայացել է 2.5 ժամում կապիտանը ուշագրավ տեղեկություններ է փոխանցել Նորիկյանին, այդ թվում գրավոր հանդիպման մանրամասները, սակայն Նորիկյանը դեռ չի բացահայտում։ Ինձ փոխանցված տեղեկություններում առկա է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող քրեական խմբավորումների
ներկայացուցիչների անունից այդ տարածք ներկայանալու կամ ինչ-որ սպայական կազմի կամ զինծառայողների հետ ունեցած հնարավոր խնդիրների առկայության մասին։ Նորիկյանը հույս հայտնեց, որ կապիտան Հակոբյանը հարցաքննության ժամանակ կհաղթահարի վախերն ու կներկայացնի ճշմարտությունը, չնայած ծնողները թերահավատ են։ Մեզ իշխանության օրոք մենք որևէ հույս չունենք, որևէ մի ակնկալիք չունենք, որ ամենայն դեպս այս դեպքը կբացահայտվի։ Առաջադրված մեղադրանքով գլխավոր մեղադրյալ Եղիշե Հակոբյանին առավելագույնը 8 տարի ազատազրկում է սպասվում։ Մեղադրյալի աթոռին հայտնված մյուս 4 զինվորականներին 10 տարի։ Հաջորդ նիստին դատարանը կուսումնասիրի իրեղեն ապացույցները, այրված ինքնաձիգերը, վառարանը, մահճակալներն ու մոխրակույտի վերածված մյուս գույքը։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։